Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ստեղծվելու է հանրօգուտ մեդիա միջավայր անվանումով հիմնադրամ, որի շահառուն հեռուստադիտողն է։ Մեկ այլ ծրագրով պետությունը տարբեր ուղղություններով կաջակցի տեխնոլոգիական ընկերություններին։ Կառավարության երեկվա նիստի մանրամասները ռեպորտաժում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է ստեղծել նոր հիմնադրամ հանրօգուտ մեդիա միջավայր անվանումով եւ հաստատել դրա կանոնադրությունը։ Այդ մասին երկու որոշման նախագծեր է ներկայացնելիս բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այս նախաձեռնությունը բխում է նրանից, որ դեռևս 2020 թվականին ընդունվեց տեսալսողական մեդիայի մասին նոր օրենք, որը հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքներին իմպերատիվ կերպով պարտադրում էր առնվազն 20% ապահովել հանրօգուտ կոնտենտով։ Սա ասելով բնականաբար մենք նախ եւ առաջ նկատի ունենք նաեւ հաշվի առնելով միջազգային փորձը, կրթական, գիտական, մշակութային, սպորտային, սոցիալական բովանդակությամբ այն կոնտենտը, որը կամ չի կարողանում կոմերցիոն ուրեմն գործիքներից օգտվելով գումար գեներացնել կամ շատ բարդ է։ Հայրապետյանի խոսքով այս նոր կարգավորումները, ինչպես նաև գովազդային շուկայում որոշակի սահմանափակումները, որ 2021 թվականի փետրվարից սկսած ընկերությունները լիցենզիաներ ստացան, հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու որոշակի իրողություններ ստեղծեցին եւ իրենց դրդեցին լուծումներ առաջարկել ինդուստրիայի համար, ինչպես նաև աջակցել այդ ընկերություններին, հեռարձակողներին ապահովելու այդ առնվազն 20% հանրօգուտ կոնտենտը։ Արդյունքում որոշում կայացվեց, որ կառավարությանը առաջարկվի ստեղծել հիմնադրամ, որը սերտորեն աշխատելով ինդուստրիայի հետ կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում։ Հեռուստաընկերություններն իրենց եթերի հեռարձակման մեջ առնվազն 20%-ը պետք է ներառեն մշակութային, կրթական, ուսումնական, գիտական եւ մարզական բաղադրիչ ունեցող կոնտենտ։ Այս տեսանկյունից մշտադիտարկում է իրականացվելու, ամեն ամիս համապատասխան զեկույց է պատրաստվելու յուրաքանչյուր հեռուստաալիքի մասով։ Սակայն մենք օրենսդրությունը մշակելիս կարևորել ենք, որ պետք է առնվազագույն շերմ սահմանվի այդ օրինակ բովանդակությամբ եթերի համար, հեռուստադիտողի համար, որը բնականաբար այս գործիքակազմով մենք առաջարկում ենք ուրեմն աջակցել եւ խրախուսել ընկերություններին բարձրացնել այդ 20%-ի շեմը եւ սրանով բնականաբար վերափոխել նաեւ եթերի որակը։ Վարչապետը հետաքրքրվեց հիմնադրամի համար արդյոք առաջնային է լինելու այդ կոնտենտը նայում են թե ոչ։ Հանրապես աշխարհում երբ մենք խոսում ենք հանրօգուտ կոնտենտի մասին, այդտեղ առաջնայինը ռեյտինգը չէ։ Պետության համար չափազանց կարևոր է ոչ թե դուրս գալ պոպուլյարությունից ելնելով, օրինակ տարատեսակ սերիալներ, որ կարող են միլիոնավոր դիտումներ ունենալ, այլ պետական նարատիվների տեսանկյունից պետության համար առաջնահերթ համարվող բովանդակությամբ, թեմատիկ բովանդակությամբ սնուցել հեռուստադիտողին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարի այս տրամաբանության հետ չհամաձայնեց, արձագանքելով պետք է պարզել սա հեռուստաընկերությունների համար է, թե հեռուստադիտողների։ Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք հեռուստաընկերություն, քեզ այսքան, որ յոլա եք գնում, մի քիչ էլ յոլա գնաք։ Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք հեռուստաընկերություն։ Այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին։ Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում։ Նախարարն ասաց, որ կանոնադրության մեջ կարող են խմբագրել այդ հատվածը, ապա նշեց շահառուն հեռուստադիտողն է, այսինքն այս փոփոխություններն արվում են, որպեսզի համապատասխան բովանդակության քանակը հեռուստաալիքների կողմից հեռարձակվող եթերի ավելացվի։ Այսինքն շահառուն հեռուստադիտողն է։ Բայց նաև չեմ ուզում թաքցնել, որ բնականաբար սրանից օգտվելու են նաև հեռուստաալիքները։ Իհարկե մենք դեմ չենք, որ հեռուստաալիքները օգտվեն, բայց մենք ասում ենք հեռուստաալիքները պետք է ինչպես մնացած բոլոր դեպքերում ասում եմ, պետք է աշխատեն, որ օգտվեն։ Այս դեպքում էլ պետք է աշխատեն, որ օգտվեն։ Ես դեմ չեմ։ Բայց ես ասում եմ, այդ արտադրանքը մարդու համար է, մարդկանց համար է։ Այո, այդ թվում պետության քաղաքականությունները տեղ հասցնելու համար է։ Մարդիկ իրենք պետք է դիտեն ու գոհանան իրենց դիտածից, հավելեց վարչապետը։ Կձևավորվի 7 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որի ցանկը կհաստատի վարչապետը։ Մխիթար Հայրապետյանը մեդիա բովանդակությանն անդրադառնալիս որպես օրինակ բերեց նաև մուլտֆիլմերի հայերեն թարգմանությունը, հեղինակային հանրօգուտ հաղորդումների ու ֆիլմերի հեռարձակումը։ Դուք բերեցիք YouTube-ի օրինակը, դեռևս պահս
հանրային մուլտիպլեքսը շարունակում է մնալ միակ ուրեմն համակարգը, որը ամբողջ հանրապետությունով անվճար հեռարձակելու, եթեր հեռարձակելու հնարավորություն է տալիս, որը նաև մեր սահմանադրական պարտավորությունն է քաղաքացիների առջև, այսինքն լավ է, որ on-line տիրույթում այդ մենք խրախուսենք մեր քաղաքացիներին, որ օգտվեն այդ նյութերից, հանրօգուտ նյութերից, բայց նաև այս հարթակը ամբողջությամբ հանրապետությունը ծածկելու հնարավորություն է տալիս անվճար կերպով, նաև սրանով է պայմանավորված, որ այս հիմնադրամը թիրախավորելու է հենց հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքներին։ Նախագիծը հաստատվեց, բայց մինչև ստորագրումը այն կլրամշակվի ու որոշակի կարգավորումներ կարվեն։ Հաջորդ նախագծով 3 ուղղությունով կառավարությունը աջակցություն կտրամադրի բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, որոնք կներգրավեն աշխատանքային միգրանտների, նոր աշխատակիցների եւ կիրականացնեն մասնագիտական կադրերի վերապատրաստում։ Ընկերությունները 3 ամսվա համար եկամտահարկի 50%-ի չափով պետական աջակցություն կստանան։ Հաջորդ նախագծով էլ կառավարությունը հաստատեց Հրաչյա Զաքոյանի թեկնածությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ազգային ժողովի նախագահ Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, որի ընթացքում խորհուրդը հաստատել է այսօր անցկացվող լիագում արնիստի օրակարգը։ Բրյուսելում անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Բելգիայի թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդականի հետ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես տնտեսական համագործակցության ոլորտում։ Նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին, ընդգծել կայուն եւ համապարփակ խաղաղության հաստատման կարևորությունը։ Թբիլիսիում 3 տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի միջև եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը, նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացման ու բարգավաճմանը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ ապրիլի 12-ին Անտալիայի այդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպելու առիթ են ունեցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, բայց որպես այդպիսին եռակողմ հանդիպում բանակցություններ ըստ էության չեն եղել։ Հավանաբար այդ հանդիպման ժամանակ վերջնականապես հաստատել են այսօրվա հանդիպման ձևաչափը, այն կայացել է Թբիլիսիում արտգործնախարարության շենքում եւ հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչոչորիշվիլին, որից հետո բանակցությունները արդեն շարունակվել են փակ ձևաչափով եւ կողմերը ներկայացված են եղել արտաքին քաղաքական գերատեսչությունների երկրորդ դեմքերով։ Հայաստանը ներկայացրել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը, Վրաստանը Լաշա Դարսալյան։ Հանդիպումից հետո Լաշա Դարսալյան ընդգծել է, որ Թբիլիսին ռազմավարական դաշնակից է համարում եւ Վրաստանը, եւ Ադրբեջանը եւ Հայաստանը եւ հիշեցրել է, որ Թբիլիսին բազմիցս առաջարկել է սեփական հնարավորությունները եւ առաջարկել է, որ հենց Թբիլիսին օգտագործվի Բաքվի եւ Երևանի կողմից որպես հարթակ բանակցելու, երկխոսելու եւ լուծումներ փնտրելու եւ իհարկե նաեւ այսպես տարածաշրջանային համագործակցության խնդիրները քննարկելու համար։ Դարսալյան ընդգծել է, որ այս ձևաչափը որևէ կերպ չի հակասում կամ չի փոխարինում մինչ այդ եղած արկա ձևաչափերին, այլ ընդամենը հավելում է դրանք եւ ընդամենը դա նոր ջանք է ուղղված տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը։ Արդյոք ինչքանով Վրաստանը կարողանա միջնորդի դեր խաղալ։ Այդ դերին Վրաստանը վաղուց է հավակնում եւ Վրաստանի բոլոր վարչապետները վերջին շրջանի այդ առաջարկը հնչեցրել են եւ ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես վերջերս հաստատել էր, որ Վրաստանը հավատարիմ է իր խոստմանը եւ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հարցում եւ այս միջնորդական առաքելությունը որոշակի պատմություն ունի։
23 թվականի հոկտեմբերի 27-ին հենց Թբիլիսիում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հենց Թբիլիսիում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի Վրաստանի արտգործնախարարները, դա 21 թվականի սեպտեմբերին էր։ Հենց Վրաստանի արտգործնախարարի միջնորդությամբ էր հաջողվել համաձայնության գալ Բաքվի հետ, որի արդյունքում Հայաստանը ստացավ 15 հայ ռազմագերիների եւ ինչի դիմաց Ադրբեջանին հանձնեց այդ ականային դաշտերի քարտեզները։ Անգամ խոսվում է այն մասին, որ հենց Թբիլիսիում կարող է մի օր տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Հիշեցնեմ, Թբիլիսին շարունակում է մերժել այդ 3 գումարած 3 ձևաչափը, որը առաջարկել էին Մոսկվան եւ Անկարան, առաջարկելով սեփական ձևաչափը 1+2 կամ 1+1+1։ Այսինքն չեն կարող ասել, որ Վրաստանի միջնորդությունը մեզ ձեռնտու չէ։ Հայաստանի արտգործնախարարը բազմիցս անդրադարձել է այս թեմային, ընդգծելով, որ որևէ կերպ դեմ չէ այս ձևաչափին, միայն թե այդ ձևաչափով պետք է քննարկվեն ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների խնդիրները, այլ տարածաշրջանային խնդիրները։ Դա իսկապես օգտակար ձևաչափ է նման խնդիրներ քննարկելու համար։ Իսկ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում Վրաստանը որպես միջնորդ չունի ոչ մի առավելություն։ Եթե լինի միջնորդ խաղաղ համաձայնագրի կնքման հարցում, ապա մեզ համար ընդունելի է, լավ է, եթե այդ միջնորդը լինի գերտերություն, որը ստանձնի ինչ-որ երաշխիքներ ձեռք բերված համաձայնությանը։ Այդ իմաստով, եթե Կայա Կալասի ստորագրությունը լինի համաձայնագրի ներքո կամ Մարկո Ռուբիոյի, դա իհարկե կշիռ է, դա նշանակում է, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները ստանձնում են այսպես երաշխավորի պարտականությունը։ Թբիլիսին այդ իմաստով առաջարկելու բան չունի, բացի հարմար բազկաթոռից եւ համեղ գինուց բանկետի համար, այդ իմաստով չեմ կարծում, որ մեծ հեռանկար կա։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ չենք կարող վստահ լինել, որ Վրաստանը կարող է օբյեկտիվ եւ անաչառ միջնորդ լինել, հաշվի առնելով Բաքվից ունեցած իր էներգետիկ կախվածությունը։ Թեև պետք է նշեմ, որ Թբիլիսին Բաքվի հետ նաեւ բազմաթիվ խնդիրներ ունի եւ դրա վառ դրսեւորումը այն է, որ Բաքուն արդեն 5 տարի է ինչ շարունակում է փակ պահել Վրաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դա բացահայտ հակավրացական քայլ է, դա հարված է Վրաստանի տնտեսությանը, քանի որ դրա արդյունքում Վրաստանը կորցրել է գրեթե 2.5 միլիոն զբոսաշրջիկ եւ մոտ 600 միլիոն դոլար։ Բացի այդ, բոլորի համար հասկանալի է, թե վրացիները դրա մասին բացահայտ չեն խոսում, բայց հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցք կոչվող նախագիծը որևէ կերպ չի կարող բխել Վրաստանի շահերից, քանի որ եթե այն կայանա այնպես, ինչպես ադրբեջանցիներն են պատկերացնում, Վրաստանը կզրկվի մեծ փողերից, որը այժմ ստանում է ապրանքների եւ բեռների փոխադրում տարանցման շնորհիվ։ Ինչևէ, ունենալով որոշակի խնդիրներ Բաքվի հետ, այնուամենայնիվ կասկածում եմ, որ Թբիլիսին կարողանա անաչառ եւ օբյեկտիվ միջնորդ լինել։ Շնորհակալություն Արծը։ Ադրբեջանի իշխանությունները հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար այց են կազմակերպել Շուշի եւ Ստեփանակերտ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը գրել է, որ դիվանագետների օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլի օդանավակայանում եւ այնտեղից նրանք ուղևորվել են Շուշի եւ Ստեփանակերտ։ Իր գրառման մեջ Հաջիևը ասել է, թե նրանք գնալու են Ղարաբաղի համալսարան ու իր խոսքում օգտագործել է արևելյան Զանգեզուր արտահայտությունը, նշելով, թե վերակառուցումն ու վերափոխումը հետ կոնֆլիկտային շրջանում տպավորիչ են։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների երկրորդ փուլի նախօրեին Ռուսաստանում էր Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչինն արդեն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, քննարկվել են նաեւ ռուս-ամերիկյան բանակցությունները Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Մոսկվա եւ Թուրքիայի Թերանի համագործակցությունը կշարունակվի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն եւ Իրանը ամիսներ առաջ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին։
Լավրովը Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Միացյալ Նահանգների հետ ուկրաինական ճգնաժամը վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի դաշնակիցներ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Փարիզում հանդիպումներ են անցկացնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի եւ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկոֆի հետ։ Ֆրանսիան այս հարցում ակտիվ մասնակցություն ունի, նաև Ֆրանսիայի նախագահն է ընդունել Միացյալ Նահանգների պետքարտուղարին եւ Ուիտկոֆին։ Հանդիպումները կշարունակվեն այսօր։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին։